Այս պատմությունը սկսվում է Երևանի Կոմիտասի պողոտայում, բայց այն իրականում խնդրի ընդամենը մի փոքրիկ դրվագն է։ Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն այս պողոտայում վազելով դիմակավորված անձիկ են մոտեցել եւ փախցրել նրա դստերը։ Հենց դեպքի օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության աշխատակիցները բռնել են օտարերկրացիներին երեխայի հետ։ Ձերբակալվածներից մեկը ըստ ներքին գործերի նախարարության երեխայի մայրն է։ Փաստորեն մայրն ու նրա ամուսինը փորձել են նրան ապօրինաբար դուրս բերել Հայաստանի տարածքից առանց երեխայի հոր համաձայնության։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու եւ երկու այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է եւ կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։ Այս խնդիրը միայն Հայաստանում չէ, որ տարածված է, այն համաշխարհային մարտահրավեր է։ Ընտանեկան վեճը կամ գուցե անձնական վրեժխնդրությունը վերածվում են երեխաների հոգեբանական ահաբեկչության եւ ամենևին կապ չունի, որ նման գործողությունները հենց մայրն է կատարում։ Մասնագետներն ասում են, որ դա երեխայի աշխարհընկալման վրա կարող է ունենալ խորը հետևանքներ։ Երեխան կարող է հայտնվել շոկային վիճակում, դառնա անխոս, երկար ժամանակ որևիցե ռեակցիաների ինքը չի կարող արձագանքել, բնույթ կերպով կարող են դրսևորվել զգացումները, կախված երեխայի տարիքից, առանձնահատկություններից, իրադրությունից, թե ինչպես է տեղի ունենում դեպքը առհասարակ։ Նման դեպքերում հետևանքներ լինում են թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Փաստում են մասնագետները, վարքային մակարդակում երեխան այլևս կարող է չվստահել շրջապատող աշխարհին եւ մեծահասակներին։ Երեխայի ամբողջ ներքին հուզական աշխարհը կարող է խաթարվել եւ երեխայի վերաապաքինումը, սեփական եսի վերագտնումը կարող է ասել բավականին բարդ ճանապարհով։ Ուստի խորհուրդ է տրվում ծնողներին անպայման նման իրավիճակներից հետո դիմել մասնագիտական աջակցությանը։ Թեպետ այստեղ երեխայի մայրն է առևանգողը, նրա գործողությունները սակայն դուրս են իրավական դաշտից։ Իրավաբանները հիշեցնում են, մեր օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ անչափահասի առևանգումը համարվում է ծանր հանցագործություն, պատիժը 4-ից 8 տարի ազատազրկումն է։ Նախ երեխայի առևանգում որպես այսպեսին մենք քրեական օրենսդրությամբ չունենք առանձին որպես հոդված։ Մենք ունենք մաշտուն առևանգել եւ դա քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածն է։ Երեխայի նկատմամբ եթե իրականացվում է այդ արարքը, արդեն բնականաբար սանկցիան, այսինքն պատասխանատվությունը ավելի ծանր է լինում։ Մենք չգիտենք ինչպես ճիշտ ամուսնալուծվել եւ ինչպես լուծել երեխաների հետագայի խնամքի եւ հոգատության հարցերը։ Եթե օրինակ չկա թշնամանք ամուսնալուծությունից հետո չկա փոխադարձ վիրավորանք, անտանելիության, հակակրանքի ատելության զգացում, այս հարցերը այսպիսի մակարդակի վրա չեն հասցվում։ Կոմիտասի պողոտայում կատարվածը մասնագետների եւս մեկ անգամ ցույց տվեց, որ երեխաները պաշտպանվածության կարիք ունեն անգամ սեփական ծնողներից։ Համակարգային բաց կա եւ ամուսնալուծության դեպքում առաջնագծում նախ երեխայի ճիշտ հոգացության հարցը պետք է լինի։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։